Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել Thunkable միջավայրում եւ այսօր պատրաստելու ենք ամբողջական հավելված, ինչպես նաեւ սովորելու ենք, թե ինչպես այդ հավելվածը ներբեռնել մեր հեռախոսի մեջ եւ օգտագործել այնպես, ինչպես մնացած հավելվածները։ Եկեք ստեղծենք նոր նախագիծ։ Նախագծի անվանումը գրենք To-do list, այսինքն մենք պատրաստելու ենք հավելված, որտեղ որ օգտատերը կկարողանա գրել այդ օրվա իր անելիքները, փոփոխել դրանք, ինչպես նաեւ ցանկության դեպքում ջնջել կամ կատարման դեպքում ջնջել։ Այստեղ մեզ անհրաժեշտ է text input, որտեղ որ նա կմուտքագրի գործ, որը որ ցանկանում է ավելացնել իր այդ օրվա ցուցակում, ինչպես նաև այստեղ մեզ անհրաժեշտ է կոճակ, որպեսզի հաստատենք եւ ավելացնենք, եւ իհարկե նաև հենց ցուցակները դիտելու համար նախատեսված simple list գործիքը, որտեղ արդեն կերևա այն բոլոր գործերը, որը օգտատերը ավելացրել է իր այդ օրվա ցուցակում։ Հիմա եկեք անցում կատարենք blocks բաժին եւ անենք կոդավորումը։ Նշենք, որ երբ կոճակը սեղմված է, նախ եւ առաջ այստեղ ստեղծենք մեր ցուցակը, ստեղծենք փոփոխական դատարկ ցուցակ, անվանումը կարող ենք հենց գրել to do, որից հետո արդեն կնշենք, որ text input-ի մեջ գրված տեքստը նա ավելացնի ահա այս ցուցակի մեջ։ Հիմա այստեղ մենք մուտք ենք գործում լիստերի բլոկերի ցանկը, այնտեղից վերցնում ենք ահա այս բլոկը, insert բլոկը, եւ նշում, որ մեր to-do ցուցակում նա ավելացնի մեր text input 1-ի տեքստը։ Իհարկե այս ցուցակում էլեմենտը ավելացնելուց հետո մենք դա պետք է տեսնենք էկրանի վրա, դրա համար նշում ենք, որ simple list-ի մեջ նա ցույց տա մեր ցուցակը։ Հիմա արդեն կարող ենք վերադառնալ դիզայն եւ փորձարկել այսքան հատվածը։ Կարող ենք հենց preview-ով փորձարկել։ Ես կգրեմ որևէ գործ, օրինակ արթնանալ, եւ դա կփորձեմ ավելացնել արդեն իմ ցուցակի մեջ, տեսնում ենք, որ simple list-ի մեջ այն միանգամից ավելացավ։ Իհարկե մենք այստեղ կարող ենք մի քանի գործ գրել եւ իրար հետևից դրանք կավելանան, ինչպես նաեւ տեսնում ենք, որ հին տեքստը մնում է այն չի մաքրում text input-ից։ Եվ եթե ես հիմա վերադառնամ ու նորից փորձարկեմ, տեսնում ենք, որ ջնջվել է simple list-ի միջից այդ ամբողջ գրածները։ Դրա համար մեզ անհրաժեշտ է local storage, որտեղ որ մենք կպահպանենք այդ օրվա գործերը, այդ ցուցակը, որպեսզի այն չջնջվի հավելվածից դուրս գալուց եւ ետ վերադառնալուց հետո։ Հիմա կատարենք որոշ փոփոխություններ արդեն կոդավորման մեջ։ Այստեղ մենք տեղադրում ենք local storage-ից save բլոկը։ Key-ն որպես անվանում կարող ենք նշել to-do list, իսկ արդեն value-ն նշում ենք մեր ցուցակը։ Իհարկե simple list-ի մեջ ցուցադրելու համար այն տեղափոխում ենք այս հատվածը, այսինքն երբ որ նա բարեհաջող կպահպանի մեր ցուցակը, թող այդ ժամանակ էկրանի վրա ցույց տա։ Եվ իհարկե ամեն անգամ, երբ որ հավելվածը նոր է բացվում, այսինքն առաջին էկրանը նոր է բացվում, այդ ժամանակ թող նա local storage-ից վերցնի այդ տվյալները։ Հետևաբար այստեղ key-ի մեջ գրում ենք to do list key-ն եւ նշում, որ ստուգի, եթե մեր local storage-ից վերցված տվյալը value-ն դատարկ չէ, այսինքն հավասար չէ նուլի, վերցնում ենք տեքստերի միջից այս բլոկը եւ նշում նրա մեջ նուլ։ Այդ ժամանակ նոր թող նա ցույց տա էկրանի վրա մեր ցուցակի արժեքը, որ այս value-ի մեջ է։ Հիմա վերադառնանք դիզայն եւ կրկին փորձարկենք, տեսնենք արդյոք պահպանվում է մեր ցուցակի էլեմենտները, գրենք որևէ արժեք եւ սեղմենք կոճակը, տեսնում ենք, որ այո, ավելացավ։ Հիմա եթե վերադառնանք, անջատենք եւ նորից գործարկենք, տեսնում ենք, որ պահպանվել է։ Սակայն եթե ես հիմա ավելացնեմ նոր էլեմենտ իմ ցուցակի մեջ եւ կրկին սեղմեմ այդ կոճակը, տեսնում ենք, որ նախորդը ջնջվեց։ Դա այն պատճառով է տեղի ունենում, որ երբ որ էկրանը բացվում է եւ մեր simple list-ի մեջ նա ցույց է տալիս էլեմենտը, այդ էլեմենտը ոչ թե մեր փոփոխականի մեջ գրված արժեքն է, այլ storage-ի մեջ պահպանվածը։ Հետևաբար, ամեն անգամ էկրանը բացվելուց հետո մեր փոփոխականի մեջ մենք պետք է պահպանենք storage-ից վերցված տվյալը, քանի որ փոփոխականի մեջ գրված արժեքը ամեն անգամ ջնջվում է հավելվածը փակելուց։ Հետևաբար, երբ որ էկրանը բացվում է եւ local storage-ից մենք get ենք անում մեր ցուցակը, այն կրկին պետք է պահպանենք փոփոխականի մեջ։ Այ դրանից հետո եթե հիմա կրկին փորձարկենք, տեսնում ենք, որ աշխատում է, այսինքն նոր ավելացված տվյալը պահպանվում է նրա մեջ։ Բլոկավորման մեջ նշենք նաև, որ text input 1-ի տեքստը նա մաքրի ամեն անգամ, երբ որ պահպանում ենք նոր տվյալ, այսինքն text input-ը մաքրվի, որպեսզի կարողանանք նոր տեքստ գրել։ Փորձարկենք նաև այդ հատվածը։ Տեսնում ենք, որ աշխատում է։
Այժմ անցնենք առաջ եւ ավելացնենք արդեն այն հատվածը, որտեղ հնարավորություն կունենա օգտատերը ջնջել կամ փոփոխել իր նշած գործերը։ Եվ դրա համար եկեք ավելացնենք ահա այս գործիքը, որպեսզի կարողանանք առանձին հատված հատկացնել այդ երկու կոճակներին։ Այստեղ տեղադրում ենք երկու կոճակ, որոնցից մեկի վրա կգրենք delete, իսկ մյուսի վրա edit, այսինքն այս կոճակի օգնությամբ նա կկարողանա ջնջել, իսկ edit-ի օգնությամբ փոփոխել իր գրված արդեն գործը։ Դրանից հետո իհարկե, երբ որ նա սեղմում է edit կոճակը, մեզ անհրաժեշտ է լինելու նաև նոր text input, որտեղ որ նա կկարողանա կատարել փոփոխություն իր գործի մեջ, եւ նաև save կոճակը, որպեսզի հետո այդ փոփոխությունը պահպանվի։ Դրա համար այստեղ կրկին տեղադրենք առանձին վանդակ, որի մեջ արդեն կնշենք մեր նոր text input-ը եւ նոր կոճակը։ Այս վանդակները մենք տեղադրում ենք, որպեսզի խմբավորենք մեր կոճակները կամ text input-ները եւ արդեն կոդավորման մեջ, երբ որ անհրաժեշտություն կլինի դրանք անհետացնել կամ այնպես անել, որ Երևան, դա կանենք ոչ թե առանձին կոճակների կամ text input-ների համար, այլ ուղղակի այս վանդակը ընդհանուր կանհետացնենք եւ նրա մեջ գտնվող բոլոր գործիքները արդեն կանհետանան։ Այստեղ նաև փոփոխենք մեր այս վանդակների եւ կոճակների անվանումները, որպեսզի կոդավորման մեջ հեշտ կարողանանք նրանց դիմել, եւ եթե հիմա այստեղ ես նրանց տեսանելիությունը անջատեմ, մնում է միայն իմ առաջին text input-ը եւ այդ կոճակը, ինչպես նաև մեր simple list-ը այստեղ նշենք ու անցնենք կոդավորման հատված։ Կոդավորման մեջ պետք է նշենք, որ երբ որ էկրանը բացվում է, որ կոմպոնենտները պետք է երևան եւ որոնք չպետք է երևան։ Իհարկե, այստեղ հիմնական այն, ինչը որ ամենասկզբում ավելացրել ենք, դրանք բոլորը պետք է երևան եւ միայն այն երկու վանդակները, որոնց մեջ գտնվում էր ջնջելու փոփոխելու կոճակները, դրանք չպետք է երևան։ Այստեղ ես արդեն ոչ թե առանձին կոճակներով եմ անում, այլ այդ վանդակներով։ Հիմա դրանից հետո եկեք արդեն անենք հիմնական կոդավորումը, երբ որ օգտատերը ընտրում է իր գործերի ցուցակից որևէ գործ, որևէ աշխատանք ու որոշում է թե ինչ պետք է անի դրա հետ։ Եվ որ նա ընտրում է, այդ ժամանակ ընտրելուց հետո պետք է բացվի այն վանդակը, որտեղ գտնվում են երկու կոճակները՝ ջնջելու եւ փոփոխելու։ Դրանից հետո նա արդեն կընտրի թե որ գործողությունն է ուզում, բայց մենք պետք է իմանանք թե որ էլեմենտներն է ընտրել, որpիսի եթե նա ընտրի օրինակ ջնջել, մենք կարողանանք այդ էլեմենտը ջնջել։ Դրա համար ստեղծում ենք փոփոխական, որը կանվանենք item index, այսինքն նրա ընտրած էլեմենտի ինդեքսը կպահպանենք այստեղ համարը, թե ցուցակի մեջ նա որ համարի տակ էր։ Սկզբից նրա մեջ կպահենք 0, որից հետո այստեղ կնշենք, որ երբ որ նա simple list-ից ընտրում է որևէ էլեմենտ item click բլոկի օգնությամբ, այդ ժամանակ այս item index-ի մեջ թող նա պահի այդ ինդեքսը ընտրված էլեմենտի եւ իհարկե պետք է սկզբնական բլոկերը անհետանան եւ երևա արդեն հիմնական կոճակները ու փոփոխելու համար նախատեսված column-ը։ Դրանից հետո արդեն այստեղ նաև նշենք, որ text input 2-ի մեջ պետք է գրվի իր ընտրած գործի տեքստը։ Այսինքն ինչպես նա ի սկզբանե գրել էր այդ գործը, այդպես text input 2-ի մեջ պետք է գրված լինի, հետո նա արդեն կատարի իր ուզած փոփոխությունները։ Մենք պահպանեցինք իր ընտրած էլեմենտի մասին տվյալները, հիմա եթե նա օրինակ սեղմի edit կոճակը, ինչ պետք է տեղի ունենա այդ ժամանակ։ Այդ ժամանակ պետք է փոփոխման սյունակը հայտնվի, տեսանելի լինի, որտեղ որ գտնվում էր text input 2-ը եւ save կոճակը։ Իսկ երբ որ արդեն սեղմում է save կոճակը, որը մեր mod button 2-ն է, այդ ժամանակ այն գործը, որը որ եղել է դրանից առաջ, պետք է ուղղակի փոխարինվի նոր գրված արժեքով։ Իսկ նոր գրված արժեքը text input 2-ի մեջ է։ Այստեղ տեղադրում ենք ահա insert բլոկը, insert-ի փոխարեն ընտրում ենք set, նշում ենք, որ այս to-do ցուցակի մեջ դու պետք է կատարես փոփոխություն, քանի որ այդ մարդը ընտրել է edit կոճակը, բայց ոչ թե կոնկրետ էլեմենտի, այլ մենք ունենք էլեմենտի համարը, թե որ էլեմենտի մեջ էր նա փոփոխություն կատարում։ Այստեղ նշում ենք վանդականիշը եւ նշում ենք մեր item index փոփոխականը։ Իսկ թե ինչ տեքստ պետք է գրվի, արդեն ինչ նոր արժեք պետք է գրվի, դա գրված է text input 2-ի մեջ, դրա համար տեղադրում ենք text input 2 տեքստը։ Հիմա եկեք փորձարկենք այսքան հատվածը, այսինքն ընտրենք էլեմենտ, տեսնում ենք, որ օրինակ այս ոչը ընտրենք, տեսնում ենք, որ բերեց երկու կոճակներն էլ, սեղմում եմ edit, edit-ից հետո հայտնվում է text input 2-ը եւ save կոճակը։ Հիմա սեղմեցինք
Իհարկե նա չի վերադառնում նախորդ edge, քանի որ կոդավորման մեջ մենք դա չենք նշել, դրա համար այստեղ button 2-ի ներքևում պետք է ավելացնենք, որ save կոճակը սեղմելուց նա վերադառնա սկզնական հատված, սկզնական edge։ Այսպես, միայն այստեղ վերջում ջնջենք սա։ Հիմա արդեն սկզբնական օբյեկտների տեսանելիությունը տալիս ենք true, իսկ մնացածինը արդեն տալիս ենք false։ Ինչը որ հայտնվում էր, երբ որ նա էլեմենտ էր ընտրում։ Իհարկե, ամենավերջում նա նաև պետք է թարմացնի simple list-ի տվյալները, դրա համար կրկին տեղադրում ենք այստեղ, որ թարմացրու եւ գրի փոփոխականի նոր արժեքը։ Տեսնում ենք, որ մեր փոփոխությունը չէր պահպանվել, հիմա այստեղ կրկին ենք փորձում, նշում ենք օրինակ ավելացնում հենց բառը, լվանալ ձեռքերը եւ տալիս եմ save, վերադառնում ենք, տեսնում ենք, որ փոփոխված է։ Հիմա եթե կրկին փորձարկենք, կտեսնենք, որ այն չի պահպանվել, քանի որ մենք local storage-ի մեջ փոփոխություն չենք կատարել, սա լրիվ այլ կոճակ է, հետեւաբար այս կոճակի համար կրկին պետք է գրենք, որ local storage-ի մեջ նա պահպանի այդ փոփոխությունը։ Դրա համար այստեղ եկեք կրկին տեղադրենք բլոկի այս հատվածը, որպեսզի նա թարմացնի եւ text input 1-ի 2-ի տեքստերը նա մաքրի։ Հիմա արդեն անցնենք առաջ, սա edit-ի հատվածը, փոփոխման հատվածը։ Հիմա կրկին մենք ունեինք այնտեղ նաև եւս մեկ կոճակ, որը որ ջնջելն էր, delete կոճակն էր։ Այստեղ ուղղակի նշում ենք, որ նա հեռացնի այդ էլեմենտը մեր ցուցակից։ Լիստերի ցանկից վերցնում ենք remove բլոկը, այստեղ նշում ենք մեր ցուցակը եւ նշում ենք, որ համարի էլեմենտը նա պետք է ջնջի։ Նշում ենք item index փոփոխականը, որ այդ համարի էլեմենտը ջնջի։ Բայց ինչպես տեսնում եք, շարունակության մեջ ես կրկին տեղադրում եմ նույն բլոկերը, որպեսզի նա վերադառնա սկզբնական edge, տեսանելիությունները փոխի եւ local storage-ում save անի, այսինքն նույն գործողությունը, ինչ որ edit-ի ժամանակ։ Որպեսզի այս կոդերը չկրկնվեն եւ այսքան երկար չլինի այսքան շատ տեղ չզբաղացնի իմ էկրանում, մենք կսարքենք ֆունկցիա եւ անվանում օրինակ կդնենք update list ու այս բլոկի հատվածը կդնենք նրա մեջ։ Եվ որտեղ մեզ անհրաժեշտ է վերադառնալ սկզբնական edge եւ թարմացնել ցուցակը, ուղղակի կդնենք մեր ֆունկցիան։ Այստեղ ընտրենք արդեն update list-ը ու տեղադրենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Այսպես կրճատվում է մեր կոդը։ Հիմա վերադառնանք սկզբնական edge եւ փորձարկենք ամբողջը։ Այսինքն ընտրենք որևէ էլեմենտ, օրինակ երկրորդը, տանք delete, տեսնում ենք, որ այն այստեղից ջնջվեց, իսկ edit-ը արդեն փորձարկել ենք, եւ եթե վերադառնանք սկզբնական edge, տեսնում ենք, որ պահպանվել են մեր փոփոխությունները, քանի որ կրկին local storage-ում պահպանել ենք։ Այժմ կարող ենք կատարել փոփոխություններ դիզայնում, ավելի գեղեցկացնել մեր այս հավելվածը, ինչպես նաեւ կարող եք փոխել կոճակների դիզայնը։ Եթե օրինակ ցանկանում եք փոխել կոճակների դիզայնը, կարող ենք մուտք գործել նրա հատկությունների մեջ, advanced բաժին, եւ այստեղ կա առանձին styling բաժին։ Styling-ում կտեսնեք radius անվանումով հատկություն։ Այն սովորաբար նշված է լինում 15 արժեքը, բայց հիմա եթե ես ջնջեմ այնտեղ գրեմ 0, տեսնում ենք, որ մեր կոճակի օրինակ կոր հատվածները ջնջվեցին։ Եվ դուք կարող եք կատարել դիզայնի առումով ձեր ուզած ցանկացած փոփոխությունը, կարող եք ետնանկար ավելացնել կամ գույները փոփոխել եւ ձեր ուզած դիզայնով այն պատրաստել։ Ինչից հետո, երբ որ արդեն վերջնական դիզայնը դուք պատրաստում եւ ավարտում եք, կարող ենք արդեն վերջնական ներբեռնել հավելվածը մեր հեռախոսի մեջ։ Այստեղ վերևում տեսնում ենք երկու կոճակ՝ download եւ publish։ Publish-ի օգնությամբ մենք կարող ենք հավելվածը արդեն հրապարակել Play Store-ում կամ App Store-ում, բայց նշեմ, որ այս ծառայությունը վճարովի է, պետք է ունենալ Thunkable-ի ամսական բաժանորդագրություն։ Ինչպես նաև պետք է ունենալ անձնական edge Play Store-ում կամ App Store-ում որպես developer։ Մենք իհարկե այս տարբերակով չենք անի, քանի որ մեր հավելվածը շատ փոքրիկ եւ պարզ հավելված է, մեզ անհրաժեշտ է ընդհանրապես փորձարկել հեռախոսի վրա։ Դրա համար այստեղ download բաժինն ենք գնում եւ տեսնում ենք, որ կա download Android տարբերակը։ Ցավոք սրտի, այն կարող ենք ներբեռնել միայն Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար, իսկ արդեն Thunkable-ի մյուս տարբերակում կարող եք նաեւ ներբեռնել iOS համակարգով աշխատող սմարթֆոնների համար։ Այստեղ սեղմում ենք download Android եւ տեսնում ենք, որ այստեղ նա մեզնից ուզում է էլեկտրոնային փոստի հասցե, քանի որ հավելվածը պետք է ուղարկվի մեր L-փոստի։ Նշում ենք, թե ինչ նպատակով ենք այն ներբեռնում։ Մենք ներբեռնում ենք թեստավորելու համար, դրա համար նշում ենք app testing տարբերակը։
Բայց նշեմ, որ երբ նա ուղարկում է հավելվածը, այն հասանելի է 72 ժամ, 72 ժամ հետո այդ հղումը այլ հասանելի չի լինելու, ինչպես նաև մենք ամսվա ընթացքում կարող ենք 2 անգամ ներբեռնել հավելված, եթե չունենք բաժանորդագրություն, ինչպես իմ դեպքում է։ Հիմա այստեղ սեղմում եմ send կոճակը։ Երբ այն ուղարկվում է, մենք ընդհանրապես ներբեռնում ենք այդ հավելվածը։ Հիմա պետք է տեղադրենք մեր հեռախոսի մեջ։ Ցանկալի է, որպեսզի դուք մուտք գործեք ձեր էլեկտրոնային փոստ հենց ձեր սմարթֆոնով, որպեսզի ավելի հեշտ լինի միանգամից այն ներբեռնել հեռախոսի մեջ։ Ֆայլը ներբեռնվում է, մենք ընդհանրապես սեղմում ենք նրա վրա սմարթֆոնի ներսից եւ վերվում է հետեւյալ պատուհանը։ Սովորաբար մենք մեր հեռախոսների մեջ գտնվող անվտանգության համակարգը կամ հակավիրուսը պետք է ստուգի արդյոք այս հավելվածը անվտանգ է մեր հեռախոսի համար, թե ոչ։ Եթե այո, նա գրում է, որ խնդիրներ չկան, տալիս ենք next եւ սպասում ենք, մինչ այն կտեղադրի։ Այստեղ install կոճակ եթե բերում է, կարող եք սեղմել այդ install-ը եւ նա սկսում է տեղադրել, որից հետո եթե խնդիրներ լինեն, նա կհայտնի խնդիրների մասին, եթե ոչ, ընդհանրապես տալիս ենք open եւ բացում ենք մեր հավելվածը։ Ինչպես նաեւ արդեն ձեր հեռախոսի էկրանի վրա դուք կտեսնեք ձեր հավելվածը։ Այսպիսով, այսքանն էր այսօրվա տեսադասի համար, շնորհակալություն։